Ես հիմա ուզում եմ խոսել ճամփորդության մասին Thanksgiving-ի ժամանակ ամենաշատ թվով մարդիկ ճամփորդում են Christmas-ին նաև շատ են ճամփորդում բայց Thanksgiving այստեղ մի ձև է որ սովորաբար ընտանիքին շատ չեն շփվում այստեղ իսկ Thanksgiving-ը մեծ է սովորություն որ անպայման պիտի վերադառնան իրենց ընտանիքի հետ այդ Thanksgiving turkey-ին հնդկահավ ուտել ու հանդիպել ընտանիքի անդամներին դրա համար է որ թռիչքները շատ խճողված են լինում ճանապարհները շատ խճողված են լինում որոշ տարածքներում այսօր նաև խիստ անձրևներ էր տեղի ունենում օդանավակայաններում խնդիրներ լինում բայց վաղվանից հետո մասամբ ամեն տեղ եղանակը ավել մեղմ է լինելու այսպես անձրևներ ձյուն տեղի չի ունենա որ ես ուզում եմ այստեղ ձեզ հիմա ցուցադրել այդ այստեղ տեսնում եք ուր որ Վիրջինիա հրդեհ է տեղ ունեցել օրինակ Վիրջինիայում տեսնում եք այդտեղ տեսեք խոշոր հրդեհ 52000 մարդ թռիչքով այսօր ճամփորդում է ճանապարհն եք տեսնում ֆրիվեյները եւ ինչ ասացի որոշ տարածքներում տեր թորնեդո է տեղի ունենում անձրև է տեղի ունենում ձյուն է տեղի ունենում այստեղ տեսնում եք անգամ Շիկագոյում Ատլանտայում ավել շուտ Ատլանտան ամենաբիզի զբաղված օդանավակայանն է այնքան վատ է լինում եղանակը ասացի աշխարհի ամենաբիզի օդանավակայանը այսպես է լինում անգամ աշտարակի միջի անձիկին ասում են դուք թողեք հեռացեք 10 րոպե այդտեղ չեն լինում բայց հետո վերադառնում են ու ուղում են կամ ցույց են տալիս օդաչուներին որ ինչպես բարձրանան այսպես տեսնում եք Ամերիկայի հարավ եւ արևելյան տարածքներում տեղի ունեցող դեպքերն եք տեսնում այսպես Վիրջինիա I-95-ն եք տեսնում որ խիստ ձյունով պատված էր հիմա թորնեդո մինչև այստեղ տեսնում եք շարունակվելու է եւ տեղին ինչ որ քարտեզի վրա տեսնում եք այդ արևելյան մասամբ այդ տարածքներում է Տեքսաս եւ ավելի արևելքը այսպես տեսնում եք եղանակը ինչպես այնտեղ Վաշինգտոն DC անձրև է տեղի ունենում այսպես վիճակ է տիրում փոթորիկ է տեղի ունենում blizzard այն վերևում տեսնում եք եւ ընդհանուր պատկերն է այստեղ ինչ որ տեսնում եք Միլվոքի եւ իր հյուսիսը սա է ընդհանուր վիճակը բայց ասացի հետո վաղվանից ավել մեղմ եղանակ է լինելու տեսնում եք չոր shower անձրևները վաղը մոտարապես գիշեր ավել խաղաղ եղանակ է լինելու բոլոր տարածքներում բացի հյուսիս արևելքը Բոստոն եւ այդ շրջանները մինչեւ ուրբաթ այսպես տեղի ունենալու բայց շաբաթ օր նաեւ որոշ տարածքներում փոթորիկ անձրևներ կարող է լինի բայց ընդհանուր 2.5 միլիոն մարդու այսօր TSA այսինքն ճամփորդներ գնացել են 52000 թռիչք է տեղի ունենում Ամերիկայով մեկ եւ այս է պատկերը ընդհանուր տեղի ունեցող եւ որոշ տարածքներում ասացի փոթորիկ է ինչպես այստեղ տեսնում եք տանիքը քանդել է եւ օդ այսինքն որոշ թռիչքներ ուշացում կար մեկ թրաքեր է պես տեսնում եք որտեղ այս կանաչով տեսնում եք դրանց մեջ նաեւ Լոս Անջելեսն է ու խիստ զբաղված էր օդանավակայանը համարվում ամենա ասացի այսօր 2100 թռիչքից ավել 2200 թռիչք կար իսկ կիրակի օրը 3000 թռիչք է տեղի ունենում ջերմությունն եք տեսնում temperature-ն եք տեսնում մեզ մոտ Լոս Անջելեսի շրջանը 78 է
Thanksgiving-ի օրը լինելու, մյուս տարածքներում եք տեսնում այսպես պատկերը տեղի ունենալու ճիշտ Thanksgiving-ի օրը։ Ընդհանուր ամենտեղ հարմար է, բացի արևելյան նահանգներում որոշ տեղերում դժվարություններ կարող է լինի, այսպես տեսնում եք, բայց ջերմությունը 48-50 Thanksgiving եւ քիչ առաջ տեսակ եւ սա կիրակի օր երբ պետք է վերադառնան, այսպես պատկեր կա։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, դեմոկրատ եւ ռիփաբլիկանները նոր այսպես բանավեճ է տեղ ունեցել իրենց մեջ, Burbank Adult School-ն է ովանավորում ծրագիրը, Burbank Adult School-ը գտնվում է Allen փողոց Burbank-ում, այնտեղ կարող եք նոր սիմեստրը պիտի սկսի, շուտով պետք է սկսի, կարող եք գնալ արձանագրվել, 12 տարբեր դասավանդումներ է տեղի ունենալու այնտեղ, օրինակի համար նրսի օգնական լինելու, նրս բուժքույրին, կամպյուտեր չգիտեք սովորելու, կամպյուտեր գիտեք, ավել ուզում եք advance կամ ավել բարձր մասնագիտություն ունենաք կամպյուտերում, ուրիշ դասավանդումներ գոյություն ունի այնտեղ նաև անպայման զանգարեք, ավել հարմար կլինի գնաք այցելեք այս դպրոցը։ Դուք ոչինչ չեք վճարելու, բոլոր դասավանդումները անվճար է, որտեղ Կալիֆոռնիա նահանգն է հոգում բոլոր ծախսերը այս դպրոցի, երկու կենտրոնում է իհարկե, ասացի Allen փողոց եւ նաեւ Burbank High School-ում է տեղի ունենում։ Central Avenue Pharmacy ովանավորում է ծրագիրը տեղատուն է Կալիֆոռնիա փողոցի վրա, իսկ իրենց նոր կենտրոնը բաց են անելու Sunland քաղաքում, սա հեռախոսահամարն է Sunland-ի, որ երբ կբացվի կարող եք եւ ես էլ այստեղ հայտարարելու եմ, կարող եք գնալ տեղերը այնտեղ վերցնել կամ երբ բացվի իհարկե Կալիֆոռնիայի վրա աշխատում է 30 տարի աշխատում է դոկտորը Ավել 30 տարուց ավել, իսկ մյուսը երբ որ սկսի կարող եք զանգարեք տեղերը ձեր տանը կբերեն։ Մարգարյան փաստաբանական գրասենյակն ովանավորում, եթե դուք բնակում եք որևէ վարձակալ եք, որևէ բնակարանում, ապարտման կլինի կամ առանձնատուն կլինի, պիտի մաքուր լինի, դուք վճարում եք մաքուր բնակարանի համար։ Եթե այդպես չի, մրջուն կա, միջատներ կա, պահարան բացում եք, միջատները գնում գալիս են, ուտելիք եք թողնում, միջատները արձակվում են, մուկ կա տան մեջ, այդպես չպիտի լինի, ձեզ պիտի հատուցում տան։ Դուք ոչինչ չեք վճարում փաստաբանին, մինչև հատուցում ստանա ձեզ համար, հետո իրեն կվճարեք։ Խորհրդակցեք զանգարելով այս հեռախոսահամարին։ Orange Shipping ովանավորում է ծրագիրը։ Orange Shipping գտնվում է North Hollywood, այստեղ տեսնում եք Sherman Way փողոցի վրա է գտնվում։ Մի ծանրոց հանձնեք իրենց, հաջորդ ծանրոցը կես գինն եք վճարում, որևէ չափի եթե լինի, չի տարբերում։ Օդանավով $2.99 եք վճարում։ Ծրագիրը նաև ովանավորում է Շահին Թուր, ովանավորում է վճարի ծրագիրը։ Մեքսիկոյի համար քրուզ են կազմակերպել 8 օր 7 գիշեր, ընդամենը $790։ Սա ամենացածր գնով թուրն է, ինչ որ առաջարկում են, բոլոր նրանք, որ իրենց հետ թուր են գնացել, շատ գոհ են մնացել, կարող եք հարցնել կվերադառնա։ 5 ներկայացնի տան անդամներ դեմոկրատ եւ 1 սենատոր, Արիզոնայի սենատոր Քելի, նորից դեմոկրատ, մեկ վիդեո են պատրաստել եւ այսպես սոցիալ մեդիայի վրա եւ ցույց են տալիս, տեսնում եք Քելի սենատորը ամբերչի անձնավորությունը մնացած այս 5-ը այս ներկայացնի տան անդամներ են, այսպես այնտեղ այդ վիդեոն ինչ որ պատրաստեն են, ասում են զինվորականների խոսքը ուղենով, դուք եթե մի հրաման են տալիս ձեզ
որ օրինական չի, ստիպված չեն հետևեն կամ կատարեն այդ հրամանը, ինչ որ տրված է, անօրինական հրամանը ստիպված չեք կատարելու։ Սա խիստ նախագահ Թրամփի բողոքի տեղ եղավ, ասաց սրանք բոլորը պետք է կախաղան բարձրացնել, պետք է սպանել այս, իսկ հետո երևի իր խորհրդատուները ասացին, որ այդպես չի լինի, այլ կարելի է տատի տալ եւ այլն, այսպես մի քիչ Թրամփը մեղմացրեց։ Իսկ հիմա այս բերումով ինչ որ ասել էր նախագահ Թրամփը օրենսդիր մարմնի անդամների մասին, սրանք բոլորը իրենք զինվորականներ են եղել։ Քելին ամենահեռավորության ինչ որ տեսնում եք իր երեխաներն էլ զինվորական են եղել, հետո տիեզերակ գնացներից ինքը իր եղբայրը 2 անգամ դեպի լուսին են գնացել, վայրեջ կատարել, այսպես շատ ճանաչված անձնավորություն է, որ հիմա ներկայացնում է դեմոկրատ կուսակցության ընտրյալ մարդը Արիզոնա նահանգից։ Հիմա անցնենք առաջ եւ ես ցույց պիտի տամ, որ տեսնում եք այս անձիկ ինչ որ ասեն են մեկ-մեկ դες ցուցադրել է, որ ասում են, եթե այդպես է դուք անօրինական հրամանը մի հետևեք, այսպես արտահայտվում են։ Հիմա նախագահը ասում է FBI-ին, որ անմիջապես հետևեն այս անձնավորություններին, այսինքն այս օրենսդիր մարմնի անդամներին, այստեղ տեսնում եք, ասում է դուք կարող եք հրաժարվեք անօրինական հրամանից։ Բոլորը նույն նախատեսությունն են կրկնել, այս կինը օրինակ ավելացում է նաև, ասում է ոչ ոք չպիտի անօրինական հրամանը, որը խախտելու է Ամերիկայի սահմանադրությունը կամ Constitution-ը, չպիտի հետևի, այսպես ասեն են։ Այս է, որ միաժամանակ այսօր գիտեք նախագահները ես Կիրակի օրվա ծրագրի մեջ ես ցույց կտամ նախագահները ինչ որ ռեգան եւ իրենից արժեվ 2 հնդկահավ են վերում եւ Thanksgiving-ի առիթով ներում են տալիս նախագահներ։ Նախապես նախկին տարիներում նախագահները գնում էին շոյում էին իրենք նաեւ հնդկահավը, բայց վերջին տարիներում դա տեղի չի ունենում, ներում է տալիս այդ 2 հնդկահավերին, տանում են, պահում են մինչև իրենց նորմալ կյանքի ավարտը, ուրեմն այդ հնդկահավերին չեն մորթում։ Իսկ հիմա ինչ որ այստեղ տեսնում եք դատարանն է Northern District of Illinois, որ մեկ մարդու դատի են տալիս, պետք է դատի են տվել, որ մեկ 26 տարեկան կնոջը հրդեհում է, այս 26 տարեկան կինն է, որ օդանավակայանում, այսինքն Subway-ում նստած է լինում, այդ մարդը գալիս է այդ կնոջ վրա եւ գրակում է այսպես տեսնում եք եւ հրդեհում է անձին, որ պիտի դատի տան այս մարդին, այդ կինը դեռ մնում է հիվանդանոցում։ Այսպես տեսնում եք։ Իսկ նորից տեսնում եք Քելի անունով այս տիեզերագնացն է եղել, որ նաև պաշտպանության նախարարին եք տեսնում, որ ասում է սրանք հատկապես քաղաքական հարցը ինչ որ հետևում են եւ դրա համար որ նախագահը այդպես խիստ իրենց դեմ արտահայտություններ է կատարել, նորից տեսնում եք Քելին սենատորը եւ ասացի ուրիշ ներկայացնի տան անդամներ, որ բոլորը զինվորականներ են եղել, եկեն են ասեն են զինվորականներին, բոլորին, որ եթե անօրինական հրաման է ձեզ տրվում, մի կատարեք։ Ես ուզում եմ խոսել նախագահ Թրամփի եւ Զելենսկիի մասին։ Նախագահ Թրամփը աշխատում է միջնորդ լինի Ռուսաստան եւ Ուկրաինայի միջեւ։
եւ հիմա հայտնի չի հստակ, որովհետեւ արտգործ նախարար օրինակ մի Ամերիկայի արտգործ նախարարը տարբեր հարց է բարձրացնում, ուրիշները ուրիշ են, ամենայն դեպս Witkoff, որ նախագահ Թրամփի ներկայացուցիչն է, պետք է հանդիպի Պուտինի պիտի հանդիպի Սվիցերլանդ կամ ներկայացներին իրենց հանդիպի այնտեղ խաղաղության հարցեր լուծելու։ Իսկ Ռուսաստանը, ինչ որ Ամերիկան ասում է, նախագահ ասում է ռուսների հետ ենք պատրաստել, պաշտպանության նախարարությունը ասում է իրենք են մեզ հանձնել, այսինքն ռուսները 28 գլխի մեջ ասել են սրանք հարկավոր է որ տեղի ունենա, որ մենք համաձայնագիր ստորագրենք եւ պատերազմը սարեցնենք, կասեցնենք, տեղի չունենա։ Դրանց մեջ ամենակարևոր կետերից է, որ Ուկրաինան պետք է 600,000-ից ավել զինվորական չունենա։ Ուկրաինան իրավունք չունի Եվրամիությանը միանա։ Ուկրաինան նաև որոշ տարածքներ, որ Ռուսաստանը դեռ չի գրավել, պետք է հանձնի Ռուսաստանին, որ դա ամենատարօրինակ առաջարկն է։ Ամենայն դեպս Ուկրաինայի նախագահ Զելենսկին մտահոգ է, որ մի բան չասի Թրամփը չհովանավորի, բարկանա, շարունակի, ասի, ես էլ չեմ ուզում միջամտել, ինչպես անցյալում ասել էր, Ուկրաինայի հարցում չեմ ուզում միջամտել, Թրամփ ասել էր։ Հիմա նորից վերադարձել է Թրամփը աշխատում է խաղաղություն բերի, բայց այնպես Ուկրաինային ճնշման տակ են առել, 1/5 Ուկրաինայի տարածքը արդեն ռուսները գրավել են։ Դրանց մասին էլ չպիտի խոսվի, դա կլինի ռուսների տարածք եւ ինչ որ ասացի, առավել տարածքը ինչ որ պահանջում է Ռուսաստանը։ Ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել նաև ներկայացուցիչներ Թրամփ ասում է մեծ հաջողություն ենք ունենում այս բանակցությունների մեջ, գաղտնի բանակցությունը տեղի ունեցել United Arab Emirates-ի մեջ Ռուսաստանի հետ, ամերիկացիք եւ Ռուսաստանը եւ բայց ռմբակոծումները դեռ շարունակվում է, այստեղ Ուկրաինայի նախագահ Զելենսկի է, որ ասում է, որ Ուկրաինան համաձայնվել է եւ փոքրիկ հարցերը ինչ որ դեռ պիտի լուծվի երկու կողմի մեջ։ Հիմա ասացի, տեսնում եք այստեղ ռուսներ, այսինքն Ուկրաինան եւ ամերիկացիք են նստած էին սեղանի հետեւ։ Ինչ որ ասացի 28 կետից բաղկացած խաղաղության դաշինք է, որ հիմա Թրամփը ասում է, նախապես ասում են ռուսներն են ներկայացրել, Ամերիկան ներկայացրել է եւ փոքրիկ փոփոխություններ են բերել երկու կողմից պահանջված եւ փոքրիկ անհամաձայնություն կա, որ դրա վրա ենք աշխատում։ Իսկ Ռուսաստանը, սա Վիտքոֆին եք տեսնում, Թրամփի ներկայացուցիչն այս բանակցությունների մեջ, որ ասացի, պետք է Շվեյցարիայում հանդիպի նորից իրենց, մեկ Ռուսաստանը տեսնում եք negotiation-ը կամ համաձայնությունը պատժական հարցեր չի լինի եւ Ուկրաինայի զինվորականների ստապը պետք է ինչ որ ասացի 600,000 լինի, որտեղ հիմա միլիոնավոր զինվորական ունի Ուկրաինան եւ ամենակարևոր հարցը որ դեռ չի լուծվել contentious, տեսնում եք contentious հարցը սա է որ նաեւ տարածք պետք է հանձնի եւ Ուկրաինան դուրս գա այն տարածքներից որ հիմա իրենց տիրապետության տակ է, այսպես տեսնում եք։ Հիմա մեկ ամերիկացի գնացել էր Ուկրաինայի զինվորականներին միացել էր ու պատերազմի մեջ մահացել է, վոլենտիր, կամավոր գնացել էր այս ամերիկացին, որ տեսնում եք այստեղ թաղման հնարավորություն են կատարում այսօր Ուկրաինայում եւ ամերիկյան դրոշակն են դնում իր վրա, այստեղ տեսնում եք պատկերն եք տեսնում այդ ամերիկացի զինվորականի Ուկրաինայի դրոշակն են դնում, հետո Ամերիկայի դրոշակը դրվում է իր վրա, այստեղ տեսնում եք։
Մենք վերջին վարկյանում ինչ որ այս բոլոր ինչ որ ձեզ բացատրեցի Ռուսաստան ասել են մենք չենք ասել որ դուք կարող եք այդ 28-ը ինչ որ ներկայացված է որ դեռ հայտնի չի ամերիկան է ներկայացրել դեռ ռուսներն են ամերիկացին ներկայացրել որևէ փոփոխություն տակ մենք չենք ընդունելու Հիմա սա է որ հիմա տեսնենք ապագա օրերում ինչպես է ձևավորվում այս հարցը ես պետք է Albert Kirky հրդեհի մասին Նյու Մեքսիկոում ձեզ ցուցադրեմ քիչ հետո իսկ ծրագիրը հովանավորում է Kamran Yadidi փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե Uber-ը վարձել եւ հետո ակսիդենտ է եղել լիֆտ է վարձել ակսիդենտ է եղել ընդհանուր մեքենայի ակսիդենտ է ունենում զանգահարեք այս հեռախոսահամարին Kamran Yadidi փաստաբանն է 25 տարի փորձառությամբ նաև գրասենյակ ունի Գլենդելում եւ ինքը ասում է որ բոլորը շատ գոհ են մնացել իր այդ ծառայությունից ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյանը հովանավորում են ծրագիրը Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում որևէ հարց ունեք Ատամի հետ Լինդի հետ արյունոսություն կա ցավեր ունեք ատամնաշարի կարիքը կա Զանգարեք այս հեռախոսահամարին եւ խոսեք ժամանտրություն վերցրեք ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը Vivaldi Venues Catering գտնվում է Glendale Boulevard-ի վրա բայց 3 սրահներ ունեն 300 տարողությամբ 150 եւ 120 տարողությամբ իսկ ամեն օր ճաշ են առաջարկում Իսկ այս Thanksgiving-ի առիթով ճաշ են առաջարկում $300 Հնդկահավ ուզեք նաև հնդկահավ ավելացնելու են բոլոր այդ 12 տարբեր ուտելիք ինչ որ բերելու են ձեր տանը $400 է որպեսզի դուք կարողանաք զբաղվել ձեր ազգականների հետ շատ ժամ չանցկացնեք պատրաստություն տեսնելու Ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Primate Pharmacy գտնվում է Glenox եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում իսկ դուք եթե տելեֆոն անեք ձեր տեղերը կբերեն ձեր տանը կհասցնեն հեռախոս շատ հեշտ է ձեզ մոտ նշանակեք 818 600 777 կվերադառնա Բնական գազը ինչ որ տան մեջ օգտագործում է ջերուցման տաքության համար գազը ճաշեր պատրաստելու համար գազը ինքը հոտ չունի հատկապես մի բան ավելացնում են որ դուք եթե ծորում են լիք է անում դուք անդրադառնաք գազի հոտը կարողանաք իմանալ որ գազի հոտ կա այդ ժամանակ է որ լուցկի չպիտի օգտվեք չգիտեմ մոմ չպիտի լինի շատ ուշադիր լինեք անմիջապես դռները բացեք պատու անտերներ ու դուրս փախչեք զանգահարեք fire department-ը այդ ժամանակ անմիջապես են գալիս հետո գասի ինկերության եթե հեռախոս ունեք նրանց զանգեք անմիջապես գալու են հիմա ես ուզում եմ Albert Kirky Նյու Մեքսիկոում մեկ տան մեջ այսպես գասը պայթուն է տեղի ունենում տեսեք ինչ հզոր է ինքը շենքը տապալում է իր շրջապատը նաև այստեղ տեսնում եք ասում է շենքը լրիվ դիմալիշ փլվեն է որ մեկ հոգի մեջն է շենքի եղել որը այսպես տեսնում եք պայթունի ժամանակ է բայց ամենայն դեպս մեկը չի խոշոր վնաս չի ստացել այդտեղ տեսնում եք տեսեք շենքը եւ շրջապատի շենքերը բոլորը տապանեն է գազը այդպես հզոր է եթե զգում եք հոտը ուշադիր եղեք դուրս փախչեք ես ուզում եմ շարունակել հիմա խոսել նաև մեկ դպրոցի քոչ որտեղ շատ ճանաչված էր այս տարի իր թիմը ամենա դպրոցական մրցություններում առաջին տեղն է գրավում 15 խաղ է խաղացել եւ ամենտեղ իրենք հաղթահարեն են հետո հանկարծ բանից դուրս է գալիս ասում են որ սա
երեխաների նկարներ էր վերցնում, հետո հիմա վաճառում էր նկարները կամ ինչպես որ կար, փոլիսը լսում է իր մասին։ Իսկ ինքը թողնում փախչում է։ Նախ կարծում են, որ կորեն է կամ վնաս է ասել, բայց հետո բանից դուրս է գալիս, իհարկե դեռ փնտրում են, իր ընտանիքը նաև տեղեկություն չունի, որտեղ է այս քոչը, շատ սիրված քոչ, հարգված քոչ, բայց հանկարծ այդպես child pornography, այդ երեխաների այդ պատկերներ եւ այդպես անհարգի աշխատանքի մեջ զբաղված է եղել կորեն, այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել, դա դեպքը տեղի ունեցել, այստեղ տեսնում եք Վիրջինիայում այս քոչն է, տեսնում եք հիմա 5 մեղադրանք կա, Travis Turner անունն է, possession, ուրեմն երեխաների pornography, այդ մեր երեխաների պատկերներ ունենալու եւ 5 counts of computer-ը օգտվելու, որ այսպես փոքր երեխաներին կարողանա այդպես պատկեր վերցնի եւ այլն ուրիշ դեռ մանրամասնություն հայտնի չի եւ ուրիշ այսպես տեսնում եք հիմա իրեն փնտրում են նախապես կարծում են կորեն է Adrian Collins attorney որ ընտանիքի համար է ասում են ընտանիքը հույս ունի որ այս անձնավորության կգտնեն ողջ եւ կվերադառնա տուն որևէ մեղադրանքը առայժմ պետք է փաստվի բնականաբար դատարանում եւ ինչ որ ասում են շշուկ է առայժմ եւ դպրոցը իհարկե ասում է որ այս գովսիկանությունը իրեն դեմ դատ է բացարել կամ մեղադրանք է եւ դրա համար ինքը հիմա դպրոց թողել է աշխատանքը եւ դպրոցը ոստիկանության հետ բոլոր համագործակցությունը կանի այսպես տեսնում եք այդ քոչն է սիրված հարգված թիմի քոչ է ինչ որ ասացի child pornography պատճառով է եղել եւ համբյուտեր օգտագործելու եւ հետո անհետացել է մեկ անգամից հիմա փնտրում են իրեն ողջ կամ ուրիշ վիճակում չեն գտնել նորից տեսնում եք իր աշխատանքի ժամանակ այս հարգված սիրված քոչը ինչ որ տեսնում եք ամերիկյան ֆուտբոլի քոչը եւ Վիրջինիա նահանգում ինչ որ ասացի վերևում ես ուզում եմ խոսել 4 հոգի հարավային Քարոլայնայում այս հեռանում են իրենց ուր որ բնակվում էին եւ հիմա շարունակենք տեսանյութը տեսնում եք այս տատիկ է 53 տարեկան է բայց տատիկ է եւ թորնիկների հետ գնում են South Carolina-ում եւ հետո կորում են անտառ են գնացել grandmother-ի հետ տեսնում եք այսպես սա Քարոլայնա նահանգում տեղի ունեցող բայց իրենց հեռախոսը 4 վայրկյան նաև չարժ է ունենում այս տղան զանգում է 911 է կանչում երկուշաբթի օր երեկոյան ժամը 7-ին զանգում է եւ ասում է մենք կորեն ենք անտառում եւ չեն կարողանում մեր գտնենք South Carolina-ում, որ ինչպես վերադառնանք, այսպես տեսնում եք։ Բայց ամենայն դեպս, երբ որ զանգում են, հեռախոսը գիտեք կարողանում են հասկանան, որ տարածքից է գալիս, գնացել էին իհարկե լեռ էին բարձրացել եւ խմբեր են գնում իրենց գտնելու եւ այդ հեռախոսի զանգարելու հատկապես որ մի քանի րոպե մնացել է հեռախոս աշխատանքից ընկնի, ասում են, որ խոսի, կարողանում են գտնել, որ մոտավորապես որտեղ են, գնում են եւ իրենց փրկում են։ Ես ուզում եմ նաեւ Ֆլորիդայում տեսնեք մի 70 տարեկան անձնավորություն, իր հորեղբոր է, եւ երկու իր երեխաների հետ
նավով գնում են, այսպես օվկիանոսն են գնում, նավը շրջվել է, տեսնում եք, բայց իրենք մնում են նավի վրա եւ կարողանում են հետո գալ եւ իրենց գտնել եւ իրենց Ֆլորիդայում ասացի պատահում է 20 ժամ օվկիանոսում այդպես վատ վիճակի մեջ են լինում, բայց իրենց գտնում են։ Այդ հորեղբայրը այդ 70 տարեկանի 90 տարեկան է, գնացել էին ցգնորսության եւ տեսնում եք Coast-Guard-ն է, որ իրենց փրկում է, հետո այնտեղից 26 մայլ հեռացել էին ափից եւ այնտեղից զանգարում են, որ 4 հիվանդներ ունենք, տեսնում եք ծախում 70 տարեկան է, երկրորդը 90 տարեկան է եւ մնացած ավելի երիտասարդներ են, ուրեմն բոլորին կարողանում են փրկեն եւ Coast-Guard-ը հետո ասում է պետք է հիվանդանոց տանել իրենց, բայց stable կամ կայուն վիճակ ունեն, գիտեք իրենք կարողանում են չեք անեն, արյան ճնշում է եւ այլն եւ ասում են իրենք լավ վիճակում են, կարողանում են փրկել իրենց։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ QVC-ի մասին խոսեմ, հետո հրդեհել Լոնդոնում ցուցադրեմ ձեզ, ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, Հակոբ Չոփորյան եւ իր երկու դուսրերը, որ փաստաբաններ են, ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունեցաք, ակսիդենտ ունեցաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք, զանգահարելով այս պաստառի վրա երևացող հեռախոսահամարին, ինչ որ տեսնում եք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Փարքր Ջահանգիրն է հովանավորում, ալերգի եւ ասմայի մասնակետ է 30 տարից ավել փորձառություն ունի, հեռախոսահամարը այստեղ տեսնում եք, հարկ եղավ զանգահարեք։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Մի փանդ Հայաստան օթանավով եթե ղրկեք, ընդամենը $2.99 է։ $100 գումար ուղարկեք, $1 եք վճարում, 500 ղրկեք, $5 եք վճարում, ամենայն դեպս 1% եք վճարում։ Երկու կենտրոններ ունի Երևան Shipping-ը, Lancashire փողոց, North Hollywood-ում, Glendale-ում, East Palmer եւ Adams փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Hollywood Piano-ն է հովանավորում, ծրագիրը 1928 թվականից Hollywood Piano-ն գոյություն ունի այստեղ եւ իրենց խանութը հիմա գտնվում է Pasadena քաղաքում, Pasadena-ը ճիշտ Glendale-ի հարևանության է, այսինքն Pasadena-ի ամենաարևմտյան մասն է հարևանության Glendale-ի, 600-ից ավել դաշնամուր այնտեղ կգտնեք, upright, սիմֆոնի տեսակը, բոլորը 500,000-ից դաշնամուր, մինչև $500,000 դաշնամուր կարող եք գտնեք որևէ գույնի մեջ, որևէ չափի մեջ, Hollywood Piano-ն ունի։ Իսկ այս գալիք, ամեն ինչը գրված է գիները այնտեղ։ Այս գալիք Thanksgiving-ի համար 4 օր, այս Thanksgiving-ը, ուրբաթը եւ շաբաթ, կիրակի մեծ վաճառք է տեղի ունենում, ուրբաթ օրը եթե գնաք, այնտեղ նվերը ինչ տալիս են, անգամ եթե դուք ոչինչ չգնեք, նվերը կստանալու այնտեղ։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Թավանսի հովանավորում է բժիշկը, աչքի վիրահատող բժիշկ է, գտնվում է Ջաքսոն փողոցի վրա, սա հեռախոսահամարն է եւ իր բժշկական կենտրոնները 7 ուրիշ քաղաքում կենտրոններ ունի, դրանց մեջ նաև Orange County-ի բնակիչներ։ Եթե այնտեղ բնակվում եք, զանգարեք իրենց։ Նաև այստեղ կարող եք զանգարել, այնտեղի համարը վերցնելու համար կվերադառնա։ Հեռուստատեսությամբ շափինգ կա, որ QVC կոչվող է, որ այնտեղ տարբեր իրեր են վաճառում, ոսկիներ, արծաթեղեն, քարեր, այսպես տեսնում եք, մեծ ընկերություն է։ Իսկ QVC-ն միշտ 24-ժամյա հեռուստատեսությամբ ծրագիր ուներ, իսկ հիմա նաև ասում են TikTok-ի միջոցով վաճառք է սկսել, անցյալ տարի 5 միլիարդ վաճառք են ունեցել TikTok-ի միջոցով, այս տարի 10 միլիարդ
վաճառք ունեն եւ այսպես 10 բիլիոն վաճառք են ունեցել եւ այստեղ տեսնում եք 10 միլիարդ կամ բիլիոն վաճառք են ունեցել այս տարի անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել է իրենց վաճառքը եւ մարդիկ գիտեք բոլորը գնում են ես միայն իմ խորհուրդն է որ տեսնում եք այսպես գովազդներն եք տեսնում ձեզ առաջարկում են տարբեր հագուստ եւ առաջարկում հին ժամանակ այդպես չէր մենակ արծաթեղեն ոսկեղեն վզնոց թևնոց մատանի հիմա մասամբ անընդհատ online-վում է աշխատանքը online retailer տեսնում եք QVC ամենախոշոր ընկերություններից մեկն է social media-ի միջոցով նաև աշխատանքը նաև online-ն է QVC Իմ առաջարկությունն է ինչպես միշտ ես դուք եթե ձեր տարածքը փոխարեն Amazon այսպես ձեր շրջապատի խանութներից վերցնեք ձեզ համար լավ է Բրբանկ եք ապրում Գլենդել եք ապրում չի տարբերում այս շրջանում այդ մեծ ընկերությունները ներկայություն չունեն եւ որովհետեւ ներկայություն չունեն գումարը ավել օգտագործելի է լինում այնտեղ է աշխատանքի են կանչում հազարավոր մարդիկ եւ ձեր քաղաքը եթե չի կարող վաճառի ուրեմն գումարը այս քաղաքը չի գալու ասֆալտը ավել դաժան վատ վիճակում է լինելու քաղաքը գումար չի ունենա ճշտի այդ վիճակը չի տարբերում մենակ մեզ մոտ Բրբանկը նույնն է Լակրասենթան նույնն է եւ այսպես է որ եթե ձեր շրջանը սկսեք ամեն ինչը սայթերի միջոցով կնեք դա նաև վնասելու է ձեր քաղաքին դա միշտ հիշեք փոլիս ավել քիչ է լինելու բյուջետ չունի փոլիս չի լինի երշեջ ավել քիչ է լինի եթե պետք է 4 րոպեում կարողանա երշեջը հասնի փրկության հետո այն ժամանակ կարող է լինի 6 րոպեում 7 րոպեում պատկերացրեք հետո աշխատանք գնում են Riverside, San Bernardino, որ տարբեր մեծ խոշոր տարածքներ ունեն դրա մասին մտածեք, եթե սայթի միջոցով առևտուր եք անում, ուտելիք եք վերցնում, չգիտեմ, ամեն ինչ առնում են տանը, որովհետև չեն ուզում գնան մինչև իրենց փողոցի վրա խանութից գնումներ կատարեն, բայց ամենայն դեպս վնասելու եք ձեր քաղաքին։ Ես ուզում եմ ցույց տալ Լոնդոնում հրդեհ տեղի ունեցավ մի պահես տեսա, որ հրդեհվում է 150 անմիջապես հրշեջ եկավ, 150 հրշեջ մարեցնելու այս հրդեհը տեսնում եք ինչպես ծուխը տեսնում եք այդ տարածքում կարողանում են առանց որևէ մեկին վնաս հասնելու մարեցնում են այս հրդեհը ինչ որ այստեղ տեսնում ենք։ Ես ուզում եմ շարունակել մեկ Ֆրանսիայի Լուվր թանգարանն եք տեսնում որ 102 միլիոն այդ ոսկեղեն թանգարժեք քարերը կողացան 8 հոգու ձերբակալեցին միայն 2 հոգի մտեն էին այս մյուզեի թանգարանի մեջ բայց թվում է ուրիշներ նաև մասնակից են 2 հոգի սպասում էին որ իրենց փախցնել տան այդ երկուսին ինչ որ մտեն էին եւ կողացել էին տարբեր ոսկեղեններ, այս քարեր եւ այսպես դեռ չեն գտել, ինչ որ կողացել են, չեն կարողացել գտնեն, բայց 8 հոգուն ձերբակալել են, թվում է որ ուրիշներ, տեսնում եք այստեղ ելարան են տրել, մտեն էին թանգարանը, ելարանի միջոցով բացացային մտեն էին թանգարանը, հագուստ էին հագել, որպես այդպես repair անող, աշխատանք անող, մեկի կասկածը չէր կասկածը պատճառը չէր եղել ամենայն դեպս դեռ փնտրում են ովքեր ուրիշ մասնակից են եւ ուր է գնացել այդ բոլոր թանկարժեք իրերը ես ուզում եմ ցույց տալ հիմա մի կին թվում է մահացել է 65 տարեկան է 2 տարի հիվանդ է լինում ուրեմն իրեն բերում են եւ տեղադրում են տակաղի մեջ տակաղը տեսնում եք այստեղ տակաղի Եվ տնում են մեքենայի մեջ
ու տանում են իրեն։ Իսկ մեքենայի մեջ հանկարծ մահացել է 65 տարեկան 2 տարի հիվանդ է եղել, չի շարժվել տեղից, կարծում եմ մահացել։ Հանկարծ տեսնում են այդ տագաղին մեկը հարվածում է այդտեղ։ Բաց են անում, տեսնում են դեռ չի մահացել անձին։ Տանում են արագորեն հիվանդանոց են հասցնում։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Սան Փեդրոյի մասին խոսեմ, իստրագիրը հովանավորում է Ռաֆիզ մարքեթն է հովանավորում։ Ռաֆիզ մարքեթ գտնվում է Բրբանքում Գլենդելի արևանության։ Իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Նաև հնդկահավ են առաջարկում ձեր Thanksgiving-ի առիթով։ Անպայման եթե հարկ եղավ այցելեք։ Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե ակսիդենտ եք ունենում կամ հրդեհ տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնես կենտրոնում, bankruptcy պիտի ֆայլանեք, զանգարեք Անրե Ղարիբյան, հեռախոս տեսնում եք։ Court Furniture-ն է հովանավորում ծրագիրը, գտնվում է Central Մրթել փողոցի հատման կետում, եթե նոր մատրես պիտի գնեք, այդտեղ այցելեք։ Court Furniture-ը 100-ից ավել խանութներ ունի, Thanksgiving-ի առիթով խիստ զեղչեր են նկատի առել, ամեն ինչ որ գտնվում է խանութի մեջ, գինը կրված է եւ նրանք որ 50%-ով զեղչ է տրվում, վրան կրված է։ Կարող եք գնալ ընտրեք նրանք որ կրված է 50% զեղչ վրան, այնտեղ բան հարցնելու կարիք չունեք, ամեն ինչ վրան կրված է, այցելեք, եթե պահարան պիտի գնեք, գրասեղան, սեղան, աթոռներ։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա կամ թաթի տակ ոտքի վրա վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսի համարին։ 616 East Glen-Oaks փողոցի վրա է գտնվում, նաև Օրենսքանթիում կենտրոն ունի Commerce Encino նաև կարող եք այցելել հանդիպելու այս մասնագետին։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Սոնաֆե տարեցների կենտրոնը իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն, կվերադառնան։ Քայոթի եք տեսնում, այստեղ տեսեք ուր է բարձրացել Ֆլորիդայում, գնաց parking structure-ը որ մեկ շենքի համար գնացել է բարձրացել եւ մնացել է այստեղ տեսնում եք պոչը նաեւ երեցած կենթանին պոչ տանում էցած այսինքն մտահոգված է շունը նաեւ եթե մտահոգված է լավ վախեցած է պոչ տանում ենցած այս քայոթին այսպես մնացել է այս ծայրին ինչ որ տեսնում եք հիմա հետո ինքը գտնում է որ ինչ պիտի անի նայում է բարձրանում է Եվ տեսեք նայում ես այդ պարքինգի մեջ է նայում ու հանկարծ ցատկում է այդ պարքինգի մեջ ու թողնում է փախուստ է տալիս։ Քայոթին բազմից ասեն եմ, եթե քայոթի առավելությունը սա է, որ եթե սկանք գոյություն ունի, քայոթին միակ կենդանիներից է, որ կարող է սկանքը կարող է առյուծին փախցնել տա, որտեղ հոտը երբ որ արձակում է սկանքը, որևէ կենդանի այդ շրջապատում լինի, թողնում փախուստ է տալիս։ Ինչպես մարդիկ սկանքը այդպես հոտ է արձակում, մարդիկ փախուստ են տալիս, չեն կարողանում տանել։ Ֆրիվեյի մոտ գնում եք, այդպես հոտ եք զգում, լրիվ ֆրիվեյի անցնում եք, հոտը ձեզ երևի կնեղացնի։ Իսկ քայոթի միակ կենդանին է, որ հոտ չի հասկանում, դրա համար հեշտությամբ գնում է Երբ որ նա աշխատում է հեռացնի կենդանին, երբ որ տեսնում է, սկանքի համար չի տարբերում, գնում եւ այսպես վերացնում է սկանքին։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։